Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ մեր հայրենակցի մասին Կոմիտասի հետևյալ խոսքերով։ Նա լեռնային առյուծ է, նրա ձայնն անտառում առյուծի գիշերային մռնչոց է հիշեցնում։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Կոմիտասի ամենից սիրելի սան Վահան Տեր Առաքելյանին։ Մեր հաղորդման հյուրն է Հայաստան Հանրապետության Վարչագույն որակավորման հանձնաժողովի բաժնի պետ Բանասիրության դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանը։ Բարի գալուստ, պարոն Աղաջանյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Վահան Տեր Առաքելյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Երգիչ, թարգմանիչ, գնդապետ Վահան Տեր Առաքելյանը ծնվել է 1883 թվականի օգոստոսի 24-ին Մալիշկա գյուղում։ 1896-ից 1905 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, եղել Կոմիտասի սիրելի մեներքիչը։ 1905 թվականից մասնակցել է Կոմիտասի երգչախմբի համերգներին Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Իգդիրում, Վաղարշապատում։ 1908 թվականից աշխատել է Գևորգյան ճեմարանում որպես դասատու։ 1909-ից 14 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում, երգել Մարինյան թատրոնի խմբում և հայկական եկեղեցու երգչախմբում։ 1914 թվականին զորակոչվել է ռազմաճակատ, որպես վաշտի հրամանատար ակտիվորեն մասնակցել եվրոպական ռազմաճակատի մարտերին, ապա 1915 թվականին կամավոր տեղափոխվել Կովկասյան ռազմաճակատ։ 1918 թվականին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, 1920 թվականին եղել է Կարսի ամրոցի շտաբի պետ, 1921 թվականից բնակվել է Թիֆլիսում, բազմաթիվ համերգներով հանդես եկել Թիֆլիսում, Երևանում, Գյումրիում, Մոսկվայում, Բաքվում, Մայնի Ֆրանկֆուրտում, կատարել է Կոմիտասի Ռոմանոս Մելիքյանի և Սայաթնովայի երգերը, աշխատակցել է թերթերի, թարգմանել է Լև Տոլստոյի, Յուրոսլավ Հաշեկի, Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու, Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները։ Մի շարք պատմվածքների, առակների ու բանաստեղծությունների հեղինակ է։ Թողել է արժեքավոր հուշեր Կոմիտասի մասին։ 1936 թվականին Թիֆլիսում ձերբակալվել է և աքսորվել Կոմիի ինքնավար հանրապետություն։ Մահացել է 1941 թվականի մայիսի 2-ին։ Միայն 1960 թվականին հարազատներին հաջողվել է աճյունը տեղափոխել հայրենիք։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ցուցաբերած մարտական սխրանքների համար պարգևատրվել է ռուսական բազմաթիվ շքանշաններով։ Պարոն Աղաջանյան, Կոմիտասը բազմաթիվ անվանի աշակերտներ է ունեցել, որոնք իրենց կարևոր հետք եւ ներդրումն են ունեցել հայ երգարվեստի պատմության մեջ, Արմենակ Շամուրաձյան, Սպիրիդոն Մելիքյան, Բարսեղ Կանաչյան, բայց կարծես թե Վահան Տեր Առաքելյանը այդ ողջ այդ հայտնիների փաղանգի մեջ յուրօրինակ կերպով առանձնանում է, մասնավորապես հենց սկզբնական շրջանում ճեմարանից սկսած մինչև 1908-10 թվականները երգեցողության մեջ նման կարծիք կա, որ նա իր հավասարը կարծես թե չի ունեցել եւ ամենևին էլ պատահական չէ, որ համարվել է Կոմիտասի ամենից սիրելի սանը աշակերտը կամ մեներքիչը։ Իհարկե ես չէի ցանկանա, որ ձեր թվարկած մեծությունների հետ համեմատության մեջ երևա։ Ուղղակի ակնհայտ է ձեր ասածը ճշմարտացի է բացարձակ այն իմաստով, որ այդ մեծությունների շարքում միանգամայն ինքնատիպ, միանգամայն առանձնահատուկ նկարագրով մի երևելի մտավորական է եղել նաև Վահան Տեր Առաքելյանը, որը իր ժամանակին շատ հայտնի է եղել, շատ սիրված է եղել, ցավոք սրտի հիմա քչերը գիտեն դրա մասին։ Դե հուսանք այս հաղորդման եւ ձեր օգնությամբ շնորհիվ մեր հայրենակիցները կտեղեկանան։ Այո, միանգամայն տեղին է այս հաղորդումը, նրան մի անգամ եւս ճանաչելի դարձնելու առումով։ Խնդրում եմ ներկայացրեք Վահան Տեր Առաքելյանի ճեմարանական կյանքը, ճեմանում նրա ուսումնառությունը, ավարտելուց հետո նաև կարծեմ աշխատել է 1 տարի, դասավանդել է։ Ճեմարանը նրա համար հիմք է եղել, ոչ միայն երգեցողության առումով, այլև այո, Վահան Տեր Առաքելյանը հոգևորականի որդի էր, Տեր Խաչատուրի որդին էր, ով շատ լավ գիտեր կրթության հարգը, եւ Վահանի համար տնային այդ կրթության շրջանը իր ավարտելուց հետո մի կարճ ժամանակ նաև Զնաբերդ է ուղարկում կրթությունը շարունակելու, հետո որոշում է, որ Զնաբերդ Նախիջևանում։ Նախիջևան, այո։
որոշում է, որ Հայաստանում ամենաերևելի կրթօջախում պիտի Վահանը շարունակի իր կրթությունը, դա Գևորգյան ճեմարանն էր։ Իսկ այդ ժամանակ Գևորգյան ճեմարանը հայագիտական կենտրոն էր ըստ իր տված մասնագիտացումների, ըստ իր տված կրթության, հոգևորականներ պատրաստելու հետ տալիս էր այնպիսի կրթություն, որ ցանկացածը ճեմարան ավարտող կարող էր հանգիստ հայագիտության ոլորտում արդեն իր գործունեությունը ծավալել կամ կրթությունը շարունակել այլ բուհերում։ Այդ տարիներին ճեմարանը երկաստիճան կրթական համակարգ է ունեցել, դասարանական 6 տարով եւ դասարանական 3 տարով։ Դա բավական Մերարդի միջնակարգ կրթությունն է դա, թե ավելի բարձր։ Այն ժամանակվա չափանիշներով լիարժեք բարձրագույն կրթություն է դա։ Պատահական չէ, երբ որ մեր ճեմարան ավարտ մտավորականների կենսագրությանը ծանոթանում ենք, տեսնում ենք, որ նրանք լիարժեք իրեն ժամանակի համար լիարժեք կրթվածության պատրաստվածության մարդիկ են եղել եւ հանգիստ մտել են գիտության կամ ասենք գործնական աշխատանքի ոլորտը մտավորականների համար նախատեսվող առանց դժվարությունների, եթե նույնիսկ կրթությունը իրենց չէր։ Այս իմաստով Վահան Տեր-Առաքելյանի համար նույնպես Գևորգյան ճեմարանը եղավ լավ իմաստով ճակատագրական կրթօջախ եւ կրթություն ստանալու իմաստով եւ երկրորդ նույնիսկ բարեբախտություն կարելի է համարել դա, որտեվ հենց ճեմարանում էր, որ նա գտավ իր ուսուցչին Կոմիտասին, Մեծն Կոմիտասին, իսկ Կոմիտասը գտավ իր աշակերտին։ Դա եզակի դեպքերից է, երբ եւ ուսուցիչը եւ աշակերտը իրարով երջանկացած էին եւ համատեղ անում էին գործ, որը պիտի նշանակալի երևույթ լիներ մեր ամբողջ ուրեմն հոգևոր մշակութային դաշտում։ Դրանով էր պայմանավորված նաև Կոմիտասի առանձնակի ուշադրությունը եւ հոգատարությունը պատանի Վահանի նկատմամբ, այո։ Ուրեմն Վահանը ունեցել է եզակի ձայն, լավ իմաստով առանձնացող ձայն եւ բնավորությամբ զարմանալիորեն եղել է համեստ, չէ՞ ձայնը։ Այո։ Եվ համեստ մարդամոտ, մարդկանց հետ հեշտությամբ շփվող, հարաբերվող մեկը, որին ոչ միայն Կոմիտասն է սիրել, եղել է ճեմարանական կյանքի կենտրոնական ուրեմն անձնավորություններից մեկը, որպես ուսանող, ու սիրված բոլորի կողմից։ Պաստորեն նրա Կոմիտասի եւ նրա միջև կատարյալ հարազատություն է տիրել։ Այո, համարյա անկերական հարաբերություններ։ Նրա ուսումնական կրթության տարիների վերաբերյալ տարբեր գրականության մեջ պահպանված արխիվային փաստաթղթերի, անձնական կարգի հետ նամակագրության, հուշագրության փաստաթղթերում տարբեր թվականներ են նշվում 1901-ից մինչև 5-ը, բայց իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կարելի էր նույնիսկ նրա կրթության սկիզբը ճեմարանում համարել 1998 թվականը։ Ուրեմն նրա կրթության տարիները կարելի է մի քանի տարով նույնիսկ հետ բերել 1901-ից նկատի ունենալով հետևյալ նախապայմանը։ Ճեմարան այն ժամանակ ընդունում էին 14-16 տարի լրացած պատանիներին կամ երիտասարդներին, ովքեր կներկայացնեին ծննդյան վկայական, ծննդյան եւ ուրեմն այդ ծխական մայրցաների կնունքի վկայական։ Եթե Վահան Տեր-Առաքելյանը 1883 թվականին է ծնվել, եթե գումարենք 14-16 տարիները, ու եթե նա ճեմարանական լիարժեք կրթություն է ստացել, ուրեմն նա ճեմարան է ընդունվել ամենայն հավանականությամբ 1888-89 թվականներին։ Ընդ որում որոշ փաստաթղթերում նշվում է նույնիսկ տարիուկես ժամկետ, որի ընթացքում նա ծառայել է բանակում։ Չգիտեմ որքանով է դա հավաստի։ Երբեմն բանակային նրա գործունեությունը նշում է Պետերբուրգյան շրջանից սկսած։ Բանակային մարտական գործունեությանը կանդրադառնանք, շարունակելով ձեր միտքը, պարոն Աղաջանյան, փաստորեն Վահան Տեր-Առաքելյանը Կոմիտասի լինելով Կոմիտասի երկչախմբի հիմնական կամ գլխավոր մեներքիչը, նաև գրականության մեջ հանդիպեցի հետևյալ մտքին, որ նա միաժամանակ Կոմիտասի բազմաթիվ երկերի առաջին կատարողն է եղել։ Այո։ Նաև դա խոսում է Կոմիտասի կողմից նրա նկատմամբ ունեցած անվերապահ եզակի վստահությամբ է Կոմիտասը վերաբերվել Վահան Տեր-Առաքելյանին եւ որպես
այս դեպքում ուսանողացել է մի քիչ ոնց որ տեղին չի, որպես գործընկեր։ Պայմանական պետք է ասենք Ովքեր, այո, լուրջ գործի են լծված եւ ասենք թե նրանց առաջին լուրջ գործը, որը իրադարձություն եղավ մեր մշակութային կյանքում, Թիֆլիսի 1905 թվականի համերգն էր երգչախմբի։ Եվ այդ համերգի ժամանակ մենակատարը Վահան Տեր-Առաքելյանն էր։ Ամբողջ իր նշանակալիությամբ այդ համերգը, որքան իհարկե չեմ ուզում համեմատած լինել, բայց հսկայական կոմիտասի հսկայական ներդրումով, երգչախմբի հսկայական նվիրումով անդերձ, այդ համերգի հաջողությունը զգալիորեն պայմանավորված էր նաև Վահան Տեր-Առաքելյանի կատարումներով։ Փաստված է ուղղակի, արձանագրված է այդ ժամանակի այդ օրերի մամուլում, որ Վահան Տեր-Առաքելյանի կատարմամբ Անտունին Դալիճը այնպիսի ծափահարություններով, այնպիսի ոգևորությամբ է ընդունել, որ միանգամից Վահանը նշանավոր ու ճանաչել է դարձել Կարծեմ Անտունին Վահան Տեր-Առաքելյանի ամենից սիրելի երգերից է։ Այո, ամենից սիրելի երգերից է, պատահական չի, որ հետագայում արդեն Վահան Տեր-Առաքելյանը Անտունին վերցրեց իրեն որպես կեղծանուն։ Այնքան էր իրեն հոգեհարազատ համարում։ Շատ հոգեհարազատ էր ու իր կատարումը չափազանց անկեղծ է եղել, ոչ թե սեթևեթանքներով, այլ իսկապես սրտից, հոգուց շատ անկեղծ։ Կոմիտասը դրա համար է նրան շատ սիրել եւ իր շատ ու շատ երգերը Կոմիտասը վստահել է հենց Վահանին, Նաև Ճեմարանից հետո, Ճեմարանից հետո էլ որպես առաջին կատարողի, որի կատարման փորձով ինքը ստուգել է երգի որակը, երգի վրա հետագա աշխատանքի անհրաժեշտ լինելը թե ոչ։ Այսքան նրանց հարաբերությունները մտերիմ են եղել եւ ըստ էության ասում եմ երջանիկ են քիչ դեպքերից մեկը։ Եզակի այն դեպքերից այո։ Ուսուցիչը գտնում է իր աշակերտին, աշակերտը իր ուսուցչին։ Նույն հոգուն, նույն ներաշխարհի մարդիկ են եղել։ Դրամա էլ նման կատարելության են հասել ու հասրել երկուսով։ Պարոն Աղաջանյան, Կոմիտասի հորդորով Վահան Տեր-Առաքելյանը գնաց Պետերբուրգ կոնսերվատորիա սովորելու, ցավոք սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, եւ մենք օպերային երգիչ պիտի անվանի ունենայինք, որը ուսումը կիսատ թողեց եւ մեկնեց ռազմաճակատ կամ զորակոչվեց։ Այդ շրջանը առաջին համաշխարհային պատերազմում Վահան Տեր-Առաքելյանի գործունեությունը խնդրում ենք ներկայացրեք, որտեղ դա էլ է եզակի դեպք, երբ որ արվեստագետը, մասնավորապես երգիչ կատարողը, աչքի է ընկնում ռազմական ոլորտում, ռազմադաշտում։ Այո, շատ ճիշտ եք նկատում, եւ այդ իմաստով Վահան Տեր-Առաքելյանի ճակատագիրը կամ ապրած կյանքը չափազանց բնորոշ է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի մեր ազգային մտավորականության ապրած կյանքին։ Ազգային կյանքը պահանջել է մտավորական իր գործունեությամբ, նա ոչ թե ինչ որ շարքային դաշտ է լրացրել, ինչ որ համայնապատկեր է ստեղծել, այլ դարձել է երևելիներից մեկը։ Ազգային կյանքը պահանջել է, որ նա դառնա ռազմական գործիչ, դարձել է ռազմական գործիչ, բայց ելի չի մնացել շարքայինների շարքում եւ կոնկրետ ասենք թե հենց առաջին համաշխարհային պատերազմին մասնակից եղել տարիներ շարունակ մինչեւ գնդապետի պաշտոնի հասել։ Ուրեմն Վահան Տեր-Առաքելյանի բախտը չի բերել այդ իմաստով։ Կոմիտասը շատ էր ցանկանում եւ հնարավոր ամեն ինչ արեց, որ կարողանա հովանավոր ճարել Վահանին Եվրոպա ուղարկելու մասնագիտական կրթությունը շարունակելու համար չգտնվեց այդ հովանավորը եւ ստիպված գտնվեր Վահան Տեր-Առաքելյանը գնաց Պետերբուրգ կոնսերվատորիայում կրթությունը շարունակելու ինչ էր մասնակցի։ Այո, եւ միաժամանակ ինքը դասընթացներ էր լսում բանասիրական ֆակուլտետում համալսարանի երգչախմբային իր գործունեությունն էր շարունակում տարբեր երգչախմբերում երգելով, բայց որ սկսվեց համաշխարհային պատերազմը, նա զինվորագրվեց գերմանո-ավստրիական ճակատում որոշ ժամանակ մարտերին մասնակցելուց հետո վիրավորվեց ձեռքից էլ, ոտքից էլ, հետո երբ ինքը կազդուրվեց, իր խնդրանքով, իր դիմումով իրեն ծառայությունը շարունակելու նշանակեցին արդեն Կովկասյան ճակատում։ Նա ցանկանում էր իր զինվորականի գործունեությամբ նպաստ բերել Արևմտյան Հայաստանի իր հայրենիքի ազատագրությանը։
եկավ այստեղ էլ իր գործունեությունը զինվորական շարունակեց, ընդ որում բավական հաջողությամբ, Ընդ որում կարծեմ կներեք ընդհատելու համար նրան առաջարկում էին Պետերբուրգում կայսերական հատուկ զորագնդում ծառայի, որը բոլոր զինվորականների համար բարձր պատիվ էր, բայց նա հրաժարվեց։ Նա բազմաթիվ քաջագործություններով մինչև Կովկաս գալը արդեն հայտնի էր, բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, անվանական զենքով այստեղ էլ իր գործունեությունը շարունակում է մարտերին մասնակցում է նաև Սարդարապատի ճակատամարտին, հայտնի է դառնում իր հնարամիտ պրոֆեսիոնալ զինվորականի գործունեությամբ այն աստիճան, որ գնդապետի մինչև աստիճանի է հասնում եւ նշանակում է Կարսի Ճեմարանի սանը, Կոմիտասի սիրելի մտավորականը, երկիչը դառնում է գնդապետ։ Գրականության սիրահարը, հետագայում նաև գրականության ոլորտի իր վաստակի մասին կխոսենք, երևի կհասցնենք, Կարսի շտաբի պետն է։ Կարսի ամրոցի շտաբի պետը։ Ամրոցի շտաբի պետը։ Եվ այն քիչ զինվորականներից, ով որ չի հաշտվել Կարսը թուրքերին հենց այդպես հանձնելու հետ։ Հուշեր կա նրա վերաբերյալ։ Նա դուրս է գալիս, շրջում է Կարսում, Կարսը հանձնված էր, բայց ինքը Կարսը չէր թողնում, չէր հեռանում։ Շրջում էր Կարսում եւ տեսնում է, որ մի քանի ելինչերի հարձակված մի հայ կնոջ վրա ձեռքերից վզից ոսկեղենն են ձեռքից առնում։ Մենակ այդ քանի հոգի եղել են, բոլորին ծեծել է եւ ստիպել է, որ կնոջից բռնագրաված ոսկեղենը հետ տան կնոջը։ Այսպիսի մարդ է եղել։ Այսինքն ոչ միայն բեմի վրա է իրեն լավագույնս դրսևորել, այլև մարտի դաշտում խիզախության օրինակ եւ կերպար է եղել բոլոր համար։ Այդ տեսանկյունից մեր հերոստատիտողներին ներկայացնեմ ընդամենը մեկ փաստ, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վիրավորված երկու տարբեր մարտերում առանձնակի խիզախություն է դրսևորել եւ մեկ մարտում վիրավոր վիճակում գերի է վերցրել 249 զինվոր եւ մյուս մարտում 3 սպա եւ 200 զինվոր, որ այս թվերին ծանոթացա, անկեղծ ասեմ զարմացած էի, երկիչը այո, երկիչը հաջողակ մարտի դաշտում նման սխրագործություն կատարող Նժդեհի օրինակն է կրկնվում։ Մտավորական փիլիսոփա մարդը նույնքան հաջողակ է նաև ռազմի դաշտում։ Ասում եմ, դա բնորոշ օրինակ է մեր մտավորականության հայրենանվեր գործունեության, հատկապես ազգանվեր գործունեության 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի սկզբի։ Ինչքան ուզենք այդպիսի օրինակներ հայրենասիրության պետք է նաև պայմանավորված էր իր պահանջի համաձայն Կովկասյան ճակատ տեղափոխվելը։ Այո, որ մեկին հիշենք, Բակունցին հիշենք, Չարենցին հիշենք, ովքեր զենքը ձեռքին գնում էին կռվելու, բոլորին էլ չէին մտահոգում, իրենք իրենց հարգը գիտեին, որ իրենք օժտված մարդիկ էին, բայց նրանք չէին մտածում, որ իրենց պարտն էին համարում, այո, առաջին թուրքերի դեմ հանուն հայրենիքի կռվելու։ Առաջին հերթին դա։ Ընդ որում անհրաժեշտության դեպքում նաև հնարամտություններ է գործադրել բազմաթիվ։ Կարսը հանձնելուց հետո հայ սպաներին գերի են վերցնում թուրքերը մի ամբողջ վագոն։ Մի տարի մնում է գերիության մեջ, որպես պատգամախոս գնում է թուրքերի մոտ, ձերբակալում են մի տարի, 20 թվականից մինչև 21 թվականը գերիության մեջ են պահում, հետո բաց են թողնում։ Բոլորն էլ իմացել են, որ թուրքերը վագոնը տանում են խուլ միտեղ սպաներին գնդակահարելու։ Միակ մարդը, որ կարող էր բոլորին փրկել, պարզում է Վահանն է, եւ Վահանն էլ ուրիշ բան մտածել չէր կարող, բացի երգել է։ Երգում է թուրքերեն մեկ-երկու երգ, եւ վագոնին ուղեկցող թուրք սպան զինվորների հետ կանգնեցնում է վագոնը, ասում է գնացեք, բոլորին ազատ է թողնում։ Այսինքն նաև այդ երգը փրկիչ դեր է կատարում։ Այո, այնքան սրտալի, այնքան ճիշտ է կատարում թուրքական այդ մի քանի երգը, որ երգում է, որ նույնիսկ թուրքը չի դիմանում նրա կատարմանը եւ տեսնելով ինչ մարդու հետ գործ ունի, գերիներն ազատ է թողնում։ Առաջ հանցնենք, պարոն Աղաջանյան, նախորդ հարցի շարունակությունը, փաստորեն, եթե չլիներ այդ առաջին համաշխարհային պատերազմը, Վանտեր Առաքելյանի ճակատագիրը կյանքը միանգամայն այլ կերպ կդասավորվեր եւ ամենևին էլ պատական չէ, որ երբ Ավետիք Իսահակյան հարցրել է նրան, թե ի վերջո որ ճյուղն է նախընտրելու գրականություն, թե երաժշտությունը, նա միանշանակ պատասխանել է օպերան։ Սակայն նրա այդ երազանքը, այսպես էլ ցավոք սրտի իրականություն չդարձավ,
սակայն կարծեմ նա օպերային լիբրետո է գրել, որոշակի բայց ծավալվելու հնարավորություն չի ունեցել, թեև 21 թվականից արդեն գերությունից վերադառնալուց հետո ապրում էր Թիֆլիսում, մշտական բնակավայրը իր Թիֆլիսն էր։ Ինքը այդպես օպերային մասշտաբների ծավալվելու հնարավորություն չի ունեցել երևի, չգիտեմ պատճառն ինչ է, բայց երկերաշտությունը չի թողել։ Բազմաթիվ համերգներ է տվել։ Եվ Բաքվում, եւ Երևանում, մինչև իր եղերական մահը։ Այո, ընդ որում այդ համերգներից երկուսը շատ նշանակալ իր երկերի ցանկն է ընդարձակում բավական իր կատարումների ցանկը։ Համերգային գործունեության նրա երկու դեպքերը բավական նշանակալի են 27 թվականին, երբ հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակի առիթով Մոսկվայում համերգներ կազմակերպվեցին, նրա ելույթը չափազանց տպավորիչ է եղել, այնտեղ այն ասաց, որ հիացական հոդվածներ բաներ են գրվել։ Մեկ տարի հետո նա արդեն Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիայում նույնպես ելույթ է ունենում էլի հայկական երգերի կատարումով, էլի բավական նշանակալի։ Այսինքն հատուկ նրան հրավիրել կամ ուղարկել էին Գերմանիա։ Այո, որ ներկայացներ, արդեն Մոսկվայում ճանաչում էին, գիտեին նրան, որ ներկայացներ մեր երգը։ Նա իր հետաքրքիր կենսագրական փաստը ուզում եմ դա էլ իմացվի։ Նա երբեք չի դադարել երգելուց։ Երգել է եւ ուրիշների խնդրանքով, սիրով, պատրաստակամությամբ։ Երգել է նաեւ իր ցանկությամբ, երբ ցանկացել է։ Ցանկացած ընկերական միջավայր, ընկերական շրջապատ կամ միջոցառում նրա մասնակցությամբ վերածվել է տոնակատարության, որտեղ Վահանը սիրով երգում էր, Վահանը հաճույքով երգում էր, ընդ որում երգում էր եւ ներկաների խնդրանքով եւ իր նախաձեռնությամբ։ Մնացած հուշերում իր վերաբերյալ այսպիսի նույնիսկ վկայություններ կային, որ Վահանին հաճախ հրավիրում էին գրական երաժշտական երեկույթների, որպեսզի Վահանից առնեին Կոմիտասի կարոտը, Կոմիտասի երգերը լսելով կամ նրա վերաբերյալ հուշեր լսելով։ Իմիջիայլոց հրաշալի հուշագրող է ինքը, եթե ասենք ասենք։ Ներողություն մի բան էլ ասեմ, միակ դեպքը, երբ Վահանը չի երգել, հրաժարվել է երգելուց։ Նու ոչ թե հրաժարվել, այլ վիճակի չի եղել։ Դա Կոմիտասի մահվան առիթն է եղել։ Երբ Թիֆլիսում 35 թվականին ստացվում է Կոմիտասի մահվան լուրը, Սքո երեկո է կազմակերպվում, որտեղ հրավիրված է եղել նաև Վահանը, առանց Վահանի Կոմիտասի վերաբերյալ ինչ միջոցառում կարող էր լինել։ Ներկաները համառորեն խնդրում են, որ երգի, չի կարողանում մերժել, թեև ինքը հոգեբանորեն այդ վիճակում պատրաստ չէր երգելուն, բեմ է բարձրանում, բայց էլի չի կարողանում երգել։ Պարզ է, նման է հոգեկան մեծ հարված ստանալուց հետո։ Հա, ես դա էլ համարում եմ իր մեծագույն ծնրադիր, այսպես պաշտամունքային սերը, հարգանքը կամ դրա դրսևորում է իր ուսուցչի նկատմամբ։ Պարոն Աղաջանյան, Վահան Տեր-Առաքելյանը իր ժամանակին նաև հայտնի էր որպես թարգմանիչ, Լև Տոլստոյի, Հաշեկի, Պուշկինի մյուսների շատ գործեր թարգմանի, հատկապես հայտնի է Տոլստոյի Աննա Կարենինա եւ Հաշեկի Շվեյկի արկածները։ Բայց կարծես թե ժամանակի հեռավորությունից շատերը մոռացել են, որ թարգմանիչը հենց այո, մեր երևելի մտավորական Վահան Տեր-Առաքելյանն է, ընդ որում զարմանալի հոգեհարազատություն է պաշտպանել օրիգինալի հետ, բնօրինակի հետ։ Վահան Տեր-Առաքելյանի թարգմանությունները կարդալուց հետո հնարավոր չէ չիմանալ նրա լեզվական, գրական, գեղարվեստական ուրեմն ճաշակով կամ այդ արվեստին բնորոշ առանձնահատկությունների իմացությամբ, որտեղ նրա թարգմանությունները լի են բազմաթիվ նորամուծություններով, բազմաթիվ բառեր է ստեղծել, հեղինակին հոգեհարազատ հավատարիմ մնալով բնագրիչ։ Այո, հենց հոգեհարազատ մեր լավագույն թարգմանված գործերից են, թարգմանական լավագույն նմուշներից են։ Այսինքն այս ոլորտում, այս բնագավառում է Վահան Տեր-Առաքելյանը իրեն դրսևորել։ Այո, ինքը նաև ստեղծագործել է։ Մի քանի գրքույկների հեղինակ է, թեև դրանք բանաստեղծությունների հեղինակ է, պատվաստների, ակնարկների հեղինակ է, մեր ազգային գրադարանում նմուշները կան, օրինակները կան, անկեղծ ասեմ, դրանք առանձնապես նշանակալի չեն։ Իր ժամանակի գրականության մեջ տարածված թեմատիկայով դրանք շարադրված ստեղծագործություններ են։ Հին կյանքի
ասենք թե արատների, թերությունների վերաբերյալ նոր սովետական իրականության առավելությունների Իհարկե դա չէ բնորոշողը նրա գործունեության, շատ ավելի մնայուն բաներ կան։ Բայց շատ ավելի հետաքրքիր է նրա հուշագրությունը Կոմիտասի վերաբերյալ, հուշեր ունի նաև առաջին համաշխարհային պատերազմի շրջանից, բավական անկեղծ, ընդ որում հուշագրության մեջ նույնպես երևում է Վահան Տեր-Առաքելյան մարդը իր համեստ նկարագրով։ Զարմանալի բան է, գրում է Կոմիտասի մասին, գրում է Թիֆլիսի 1905 թվականի համերգի մասին, որի հաջողության մեջ ինքը հսկայական վաստակ ուներ եւ ոչ միտեղ իր անունը չի տալիս։ Ոչ միտեղ թողնում է, որ իր մասին գրողները գրեն եւ գրում են, հիացումով գրում են Վահանի մասին։ Պարոն Աղաջանյան, թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար, ձեր օգնությամբ այսօր Արարատ հեռուստաընկերության եթերից մեր հայրենակիցներին ներկայացրեցինք երգիչ, հայրենասեր, զինվորական, թարգմանիչ, մտավորական Վահան Տեր-Առաքելյանին եւ հույս հայտնել, որ մի օր կգա այն օրը, երբ նրա ծննդավայր Մալիշկայում կանգնեցվի վերջապես Վահան Տեր-Առաքելյանի կամ գոնե Եղեգնաձորում կամ Մալիշկա գյուղում իր ծննդավայրում կանգնեցվի։ Եվ հաղորդումը ավարտեմ Վահան Տեր-Առաքելյանի հետևյալ խոսքերով. Փորձանքներ շատ եմ տեսել։ Հազար անգամ գրկախառնվել եմ մահվան հետ ու դեն հրել նրան ապրելու վճռականությամբ։ Մաղթենք բոլորից, որպեսզի ապրելու եւ պայքարելու հանուն մեր երկրի, մեր հայրենիքի վճռականությունը երբեք մեզնից չպակասի, ծանոթանանք մեր բոլոր անվանի հայրենակիցների կյանքի եւ գործունեությանը։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդին էր հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Վահան Տեր-Առաքելյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդիներին։